Բարև ձեզ։ Երեխեն առաջ կարգի հիվանդացավ։ Ամսի 21-ին, ժամը 5-ին, հոսանքի գծից վառվեց, այս անկյուն արեստանոց էր, այլումիներ ու կապ գիծ էր, գծից կպել էր, ես չէի տեսել, մենք երկրորդ հարկում էինք վերջի սենյակում երեխու հետ, մեկ էլ լույսը զգացի, հոտ առա, վազելով եկա, տեսա, որ այստեղից կրակ է դուրս գալու, մտաներ տեսա հզոր կրակ էր, ջուրը բերեցի, որ հանգցնեի ես կպա ու անմիջապես զանգեցի հրշեջ, նույն րոպեին հասան, երեխային լուսամուտից մի կերպ գցեցինք, դուրս հրկեցինք, արդեն տունը վառվեց շատ բանը, հզոր էր կրակը շատ, շուտ էր կբանելը, չէի տես, ես տղաս մորքուրս, 3 հոգով Չիշ չունենք, առաջի կարգի հաշվանդամը ստանմա 21,500, աշխատում եմ ես հայ փոստում, 55,000 փող եմ ստանում, թե աշխատում ստեղծել էինք ամեն ինչ, բայց վաղվեց, տեղ աշխատում, բարեկամություն ունենք, շատ հեռու ենք, գյուղերն են, ապրելու տեղ չունենք, ոչ մի տեղ, այս հիվանդ երեխան այս տնից բացի հիմա չենք կարում, մնացել ենք փողոցում, այստեղ ենք ամբողջ գիշեր նստեր, երեկու այսօր, ասենք այն մի 21-ի գիշերը ու 3 գիշեր, չենք կարում ուրիշի տուն տանենք, չի հարմարվում, ինքը 28 տարեկան այս տնից բացի ոչ մի տեղ չի ապրել, խուսափում է մարդկանցից շատ, ամբողջ փաստաթղթեր, շորեր, հարևաններն են շոր տվել, որ մենք հագնենք, հագնելու մենակ մի բարակ շորերով մայկայով Էմինը ձեր ինչն է? Աջա Էմինը ձեր ինչն է? Ձեր որդին է? Մանկությունից չէր խոսում բան են դիագնոզը տվել են, որ ուղեղի շատ ուշ զարգացում հիմա ասենք, ես ինչ ասեմ ինքը կկրկնի, բայց հասկանում է շատ քիչ բաներ Մենք երեխեն չգիտեմ, այստեղ պետք է ամբողջ գիշեր մենք քանի օր նստենք, ոնց կլինի մեր վիճակը, մենք ոչինչ չունենք, ոչ հայր, ոչ մայր, ոչ մի բան, չունենք ոչինչ։ Մենք երեքով ապրել էինք, ամեն ինչ առել, ստեղծել էինք, ապառիկով վերցնում էինք, աշխատավարձի կեսը մուծում էինք, որ ապրենք, ամեն ինչ ունենայինք, ամեն ինչ թազա առել էինք, բայց չկարացին փրկեի։ Չկարացի փրկեի կրակը խլեց, այսինքն կրակը վերցրեց ու առավ իր մեջ, մի կերպ հանգա, չկարացի նոր, հրշեջը կանչինք շատ շուտ եկա, բայց հզոր կրակ էր, սա փայտեր են, ամբողջը սարկացին, պապինա սարկեված բանը, շատ պլոտնիկ մարդայել է, մի կերպ աղքատ ենք ապրել շատ, մի կերպ, սարկեց, բայց չփրկեց, ես չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի, մենք պետք է այսպես գետիններին նստենք, չենք կարում երեխուն տանենք ուրիշ տեղ,
մորքուրները չու, ասենք մի մորքուր ենք եղեգիշ չի գային բալան, հիվանդ երեխա այս դարպասից չեն կարում հանել, 28 տարի այս տարածքից ինյան չի ապրե երեխան, ոչ մի տեղ չի ապրե, երկու գիշեր չենք բանարել, քնեջ, հոզիվ ենք լուսացրել, մի բան չմնաց այլ մի փոշ աշխատանք, ջուրը գնաց մի հասարակ կայցը շատ շուր, այստեղ շատ արև է, արևից եղավ հոսանքի գծերը կպես կարճ միացում տվեց, ինչ եղավ, կպա, հզոր հսկայական տներ է շատ։ Ապրում են վատթար վիճակով, իրանց քրտնքով աշխատել են, ստեղծել էին, բայց մի ժամվա մեջ ամեն ինչ որին հավասարվեց, ահավոր բան տեղի ունեցավ խեղճերի հետ, շատ ահավոր։ Հիվանդ երեխա ունեին։ Մենակ մի ջուր է մնացել, մենակ ջուրը, գազ մնացել, ոչ հոսանքի գծերը սա վարվեց, բացի գծերը վարվեց, թափեց, վարվեց, դարձա մոխի, մնացինք մոխրակույտի վրա, չանեմ, ամբողջ միլիարդի ապրանքս գնաց, ստեղծենք ապրենք ոչ մեկի նեղություն չտանք, Դուք բուժօգնություն ստացել եք ձեր այրվածքների համար։ Ինչ է։ Բուժօգնություն ստացել եք ձեր այրվածքների համար։ Հա, 2 օր անընդհատ 21-ին էլ եմ ստացել։ Ժամը 6-ին տարան շտապ օգնությունով ստացա։ Երեկել եմ իջել ամեն ինչ բուժ բան են արել։ Փչում ենք, հեղուկներ ենք փչում, որ չուրացնի։ Ստացել եմ։ 2 օր ստացել եմ անընդհատ։ 21-ին 5-ին է պաժարն եմ բաղվել, այրվել։ Իմ հարևաններս բոլորը ասում են թող օգնեն, մենք անենք, կվերականգնենք, 2 ամիս կապրենք, մենակ տունը սարք, մեզ չէ, այսենց հսկա մեզ տուն չեմ ուզում, մենակ մի հարկանի, մի ճաշասենյակ, 2 ննջասենյակ, մի կուխնի, ու մեջը բաղնիկ սուքա, էլ բան չեմ ուզում, էլ ոչինչ չէ, մենակ, այս հսկայական, շատ հսկայական տուներ, 5 սենյականոց տուներ, 5 սենյակ էլ ներքևներ, առաջի հարկում, վայ, չգիտեմ, բոլորը զանգել են, ասել են, որ կանջակցենք, կօգնենք, մենակ տունը սարքենք, կօգնեն, բոլորը կհավաքեն կտան, ես նամակատար եմ աշխատում, փոստատար, հայ փոստում եմ, ուղիղ 20 տարի աշխատում եմ, ու ամբողջ ես Եղեգնաձորի կեսը ես սպասարկում եմ, բոլորը սիրում են, հարգում են, կօգնեն, ասել է, մենակ ասեց սարքեք, կօգնենք, թեկուզ մարդը քիչ էլ օգնի ինձ միլիոնի պես, հիմա ոչ սաղ վառվեց ամեն ինչ, մեր շորջ չունենք ես հարևանները օգնեցին, Սիլվան օգնեց, Հասկիկը օգնեց բոլորը, իմ աղբեր տիկուն օգնեցին, բայց մենակ շոր, ամեն ինչ, հաց են տալի, ջուր են տալի, ամեն ինչ տալիս են, օգնում են, մեզ հասնում են, այն առաջ, մի հարկ, ես մեր մեծություն չեմ ուզում, ես հսկայական տուն չեմ ուզում, թեկուզ, մի լուսկի չենք փոքր, չենք փրկե, մի ոչինչ չենք փրկե, ոչինչ, այստեղից մինչև վերջ վառվելա, այսօր ես մի դանակ չկա, որ հաց կտրենք, մի գաշ չկա, ոչինչ չկա, մի չնչին օգնությունն էլ ինձ համար միլիոն արժի, միլիոն, հիմա բոլորը շատ սոցիալապես վատ են ապրում, ասենք ում էլ խնդրեմ ասեմ, օգնեք, շատ կօգնեմ, մենակ ես վիճակից դուրս գամ, Առաջ բան չէր խոսում, բայց ես վերջի 5-6 տարի շատ բան, խոսում է, շատ է հասկանում, ինքը ներկայիս պահին ներսի սենյակներ, զգում է, որ ամեն ինչ չկա, ոչինչ չկա ու գանթատ սման չի, ինչի, արի ասեմ, ոտերի տակը սաղ վարվել է իրեն,
Մի կերպ որ դուրս գցեցինք, սաղ վեր կա։ Էմին ջան, ես ինչ ա եղել, տեղյակ ես։ Ուղղակի չի խոսում։ Ոյ հսկայական տնից մոտ մի քիչ մոխիկ մնաց։ Հսկայական տնից։ Ստեղ ամբողջը սենյակ էր մինչև էս աստիճաններին։ Ամբողջը փայտից ա եղել նրանց հակապեր։ Քարեր կար, հողեր կար։ Այն կողմը տեսեք, սա քար է։ Էս հիմնականում այս այն ժամանակ մեր պապի արեստանոցն էր, այ հոսանքի գիծը այն, որ մեխերը տեսնում եք, չէ։ Այնտեղ էր այդ գծերը։ Հենա գծերը տեսեք, այ այնտից է։ Ուղղակի շատ աղքատ ենք ապրել, մի կերպ սարքե։ Մի այսպես փայտ բերելով, մի սենց ուրիշ փայտ կպցրե 60 թվի սարքաստուն էր, դե աղքատ մարդիկ են ելը 21-ին ժամը 5-ին կրակի հոտը առա։ Երկրորդ այն սենյակն ենք են, որ դռները մնացել։ Այսինց եկա վազելով իջա, արդեն շատ հզոր էր։ Շատ հզոր էր։ Չկարողացի փրկեի, շուտ է զգայի։ Շուտ զգայի կբա հանգցնեի, չզգացի։ Ամբողջ ես երկրորդ հարկը վառվեց, թափել ա տեսեք ինչ։ Խալացերնիկը հեռուստացույցեն մեծերից առել էինք ասում։ Աղքատ եք ապրել, գոնե հիմա պետությունը լավ է ստեղծ տալիս։ Ապարիկ առանք ամեն ինչ ապարիկ ստեղծեցին։ Չմնաց։ Գազը վառվեց, խալացերնիկ ամեն ինչ։ Տվաստին է, ոչինչ չկա, չենք էլ կարում։ Ոչինչ չենք փրկել։ Ոչինչ չփրկեց։ Դուշերը դինքան են հրշեջները։ Ամեն ինչ արեցին, որ անջատեին, ամեն ինչ արեցին, խեղճերը ոնց էին տանջվում։ Ես առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Այնին պետին, Տիգրան Պետրոսյանը, որին չգիտեմ ուր գնաց ինքը ինձ համար շատ բան արեց, շատ։ Ես Պետրոսյան Տիգրանի շատ օգնեց։ Ես պաժարը որ ընկավ, հրդեհը ընկավ։ Ես անմիջապես վազեցի ու զանգի, հրդեհը երեխուն անմիջապես իջքցեցինք բալկոնից, լուսամուտից ներքև հրշեջները նույն վայրկյանին հասան։ Կրակ այնքան հզոր էր խեղճերը, անվայքից եկավ։ Ես բոլորից շատ շնորհակալ եմ առաջին հերթին Տիգրան Պետրոսյանը, որ ինձ ամեն ինչ անում է ինձ համար։ Ինձ համար ամեն ինչ։ Պետրոսյանն ասեց, որ մի քիչ հետո կփլի։ Թացա հələ։ Շատ են տանջվել, որ անջատ է։ Ես այսպես կփրվի, ես ամբողջությամբ իշնի գետնին կվերջանա։ Իշնի գետնին կվերջանա։ Մի վախեցի, իմ բանը։ Էմին ջանար։ Այն թիակը։ Ան մոտ ձեռնոց։ Մի վախեցի, բանը լույս է ինչ։ Արի։ Ու լամպշկան պայթել է, դրանից վախեցել այնց։ Ուտերի տակը շատ է վառվել։ Սա իրանց սեփականությունն է եղել։ Հա, այս դիմացը որ բալկոնն է եղել, մնացածն են սա փետ է եղել, պատալուքն գտնվում անմիջապես իմ հարևանությամբ, ժամի 5-ի դրությամբ 17:00-ի մոտակայքում ամսի 21-ին ազանգ է ստացվել, որ հրդեհաբռնկետը տվյալ առանձնատանը հրշեջ փրկարարները
3-ից 4 րոպեում ներկայացել են օպերացիոն են կանչի վայր, սակայն առանձնատունը դինելով փայտից ամբողջությամբ կոնստրուկցիաների եւ հատակը եւ առաստաղը եւ բալկոնային հատվածը մոտ 4-5 րոպեում նկուղային հարկն ու բալկոնը ամբողջությամբ բռնկված է եղել։ Գերխնդիր է եղել շեշտպրկարարական ջոկատների համար պահպանել հարևանությամբ սպանդարյան 24 հասցեն, որպեսզի չբռնկվի, ու իհարկե 3 հաշվարկել աշխատել են մարտական հաշվարկները, որպեսզի մեկուսացվի, հրդեհաշիջում կատարվի, ամբողջությամբ համարյա ամբողջությամբ արվել է առանձնատունը գույքի հետ միասին։ Նշեցի, որ առանձնատունը հարևանությամբ է գտնվում, հանդիսանում են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, ամեն ինչ արվել է եւ շեշտպրկարարական ջոկատի անձնակազմի կողմից եւ օպերատիվ խմբի կողմից մեկուսացնելու, սակայն հայտարարական կոնստրուկցիաների պատճառով հիմնական հատվածը տան այրվել է։ Ապրում էին մորաքրոջ աղջիկներ եւ նրանցից մեկի որդին, որը ԻՑՆ հիվանդություն ուներ, երեխային քաղաքացիներից 3 քաղաքացիներ նկատելով երեխային լուսամուտից հանել են դուրս։ Նշենք, որ նախատեսում ենք այդ 3 քաղաքացիներին պարգևատրման ներկայացնել եւ նախարարության կողմից եւ մարզային փրկարարական վարչությունը իր կողմից պատվոգրով կամ շնորհակալագրով խրախուսի նման քաղաքացիներին։ Խնդիր ունենք այս պահին ամբողջ համայնքով, հայ ես ասեի, քանի որ մնացել են փողոցում, ամբողջ համայնքով, համայնքապետարանով, մարզպետարանով դիմել եւ բնակիչներով կարողանանք ինչ-որ բանով օգնել, որպեսզի վերնշված անձինք կարողանան ունենալ տանիք ունենալ։ Տեսնենք, երևի առաջիկա շաբաթում այդ ամեն ինչով անձամբ ես եմ զբաղվելու, ուշադրության կենտրոնում արնելու, որտեղ փաստը կա, որ մարդիկ մնացել են դուրս։ Ընտանիքը նշեմ, որ սոցիալապես իրոք անապահով է եւ յուրաքանչյուր օգնություն թե եղեգնաձորցիների կողմից, թե մարզի կողմից, թե դրսից ընդունվելու է ու միանշանակ մեծ օգնություն ալնելու նման ընտանիքի համար։